մենք պետք է հիշենք, որ ապրիլին տեղի ունեցած ընտրությունները դա Նիկոլ Փաշինյանի անձնական խայտառակությունն էր։ Սիրելի Ալիև, ինձ մի նեղացրու, մի անհանգստացրու, թող վերընտրվեմ նորմալ, վերընտրվեմ քո ուզածով սահմանադրություն փոխեմ։ Տարբեր գժություններ եմ լսել իրանից, այդ հազարամյա անեծքը չէի լսել։ Եթե իր իշխանությունը գալիս է Մակրոնից, Էրդողանից, Տրամփից, то ճիշտ է այդ մարդկանց տուտուզը պաչել։ Նիկոլը չէր կարա բալետով զբաղվել, որովհետև այդ նույնա ոնց որ ասես Նիկոլը զբաղվեր, ասենք գիտությամբ, կրթությամբ, ասենք մշակույթով չէր կարա։ Ցանկացած ազգի մեջ կարա լինի մի փոքր տոկոս գժերի ու տականքների։ Տպավորություն են ստեղծել քարոզչական, որ Ռուսաստանը աջակցում էր ընդդիմադիր ուժերին։ Բայց խելացի է, Տրամփի վրա այդ գծնանքը ազդում է։ Ախպե, բայց մարդ այդքան էշ չի կարա լինի, չէ՞։ Կարող է Նարեշկինն էլ ագենտ արևմուտքի։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական բազի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ Թերապարակի YouTube-յան ալիք։ Այսօր երկուշաբթի է, ամեն երկուշաբթի ես եւ Ավետիսը ձեզ համար այս ոդկասթն ենք նկարում քաղաքական ամենակարևոր իրադարձությունների համար։ Դրա դիմաց ընդհանրապես մի բան ենք խնդրում՝ բաժանորդագրվել ներքևի հատվածում եւ մեզ մեկնաբանություններ գրել։ Այդպիսով մեր հաղորդումը ավելի շատ տեսարան կունենա, մեզ էլ հաճելի է։ Ասա որ հաճելի է։ Իհարկե հաճելի է, երբ որ ավելի մեծ թվով մարդիկ են նայում մեզ։ Նաեւ հաճելի է, որովհետեւ որպես կանոն մեկնաբանություններ են գրում են մարդիկ, ովքեր ինչ որ վատ արձագանք ունեն, իսկ երբ որ sense խնդրում ես, սկսում են արդեն մեզ հետևող, մեր նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող մարդիկ մեկնաբանություններ գրել, մտնում ես կարծում ես, որ ես հալվում եմ, գիտես, որ ինչ հաճելի է, երկար նկարեք, մի քիչ ավելի շատ արեք հաղորդումը, մի խոսքով մարդկանց արձագանքը շատ կարևոր է մեր համար։ Ասա, որ թեմայից ենք սկսում։ Ողբերգությունից Վալոդիա Գրիգորյանի սպանությունից Փարաքյար համայնքի ղեկավար, որը Անդիմադիր համանքապետը, որ ընդհանրապես մի ինչի քանի համար եմ ամիս ասում, առաջ տենց բանով ինչի համար եմ ասում դրանից։ Հիշում ես, որ մեր նախորդ չէ դրանից առաջ եղած հաղորդման ժամանակ ես ասացի, որ Նիկոլ Փաշինյանը սպանելու է իր քաղաքական հակառակորդներին, դու էլ թերահավատորեն ծիծաղում էիր կամ նենց հիշում ես, բայց չէ անկեղծ։ Իրավապահներն ու իշխանությունը հիշում եմ իհարկե, ասում են, որ սա վենդետա է, որ սա քաղաքականության հետ որից է կապ չունեցող սպանություն է։ Հիմա մենք անկեղծ այս պահին մեղադրելու ենք իշխանությանը անդիմադիր համայնքապետ սպանելու մեջ։ Հիմա ես քեզ մի հատ հարց եմ տալիս։ Ոնց է լինում, որ այդքան իշխանամետ համայնքապետ կա, որևէ մեկին չեն սպանում, քրեական գործեր են հարուցում բացառապես ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ, սպանվում են բացառապես ընդդիմադիր մեկ-երկու բան։ Եթե դու ասես, որ դա պատահականություն է, ես կասեմ, որ դու պատահականության տեսությունից բան չես հասկանում։ Քրեական գործերի հարուցման առումով համաձայն եմ քո հետ, դե պարզավոր իշխանությունը շատ լավ մեթոդ է գտել, հա, իրավապահ համակարգի միջոցով իր հակառակորդներին վերացնում է։ Իհարկե։ Լցնում է բերթերը, ումը կարողանում են քրեական գործ են հարուցում, ումը կարողանում են Վալոդիայի վրա չկարողացան հարուցեն, դրա համար սենց արեցի։ Զարա ջան, որ կարողանային կհարուցեին։ Նախ վստահ եղի, որ կհարուցեին։ Ես առավել քան վստահ եմ, որ իրանք փորձել են Վալոդիա Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցեն։ Ինչ որ քրեական Դե հələ 6 ամիս ընդամենը մարդը տրված էր։ Լսի, Վալոդիա Գրիգորյանին փորձում էին կապել այդ մերձավանում տեղի ունեցած բանի հետ, սպանության հետ։ Մինչև ընտրություններն էին փորձում այդ դա կապել, հիշում ես։ Ուրեմն չստացվեց դա։ Ուղղակի չկպա ոչ մի ապացույց։ Իրանց նպատակը ո՞րն էր, երբ որ քրեական գործ էին հարուցում, երբ որ փորձում էին կապել, որ Վալոդիա Գրիգորյանին չթողեն, չընտրվի չէ, չթողեն մասնակցի ընտրություններին։ Վարկաբեկելը անհնար է։ Լսի, իշխանությունը ել չի կարող որևէ մեկին վարկաբեկի։ Դա մոռացի։ Իշխանությունը ում մասին վատ է խոսում, դա միանշանակ աշխատում է այդ մարդու օգտին։ Այսինքն մարդկանց մոտ կա մի հատ հստակ համոզմունք։ Իշխանությունը խաբում է, իշխանությունը կեղծում է, իշխանությունը երբեք որևէ բան ճիշտ չի ասում։ Ինչ վերաբերվում է, ասում են մարդ են բռնե, որը խոստովանել է, որ ինքն է։ Այդ Նիկոլ Փաշինյանը առաջի օրը ասեց, որ ուղղությամբ պետք է լինի քննությունը, որ պետք է լինի այսպես կոչված անձնական վրեժխնդրության հողի վրա, ոստիկանությունը այդ գործը
հենց այդ Արագի ուղղությամբ մեջ տարավ, համապատասխան բան մեղադրյալ գտավ։ մեղադրյալը Զարա, թող հիմա ինձ մեկը բերի $50,000 տա, ես ուրեմն Աբրահամ Լինկոլնի սպանությունն է վիզ կառնեմ։ Քենեդու սպանությունն է վիզ կառնեմ։ Հա ինչ կարող է կառնեմ, քեզ է թվում։ Կարող է տանեմ զենքի տեղն էլ ցույց տամ, որը պահել եմ, այդ սպանության գործիք զենքը, բան, թե ինչ ասեմ։ Ուզում եմ ասեմ, եթե իշխանությունը ուզենա այդ բան ինքնախոստովանական ցուցմունքով հանցագործություն բացահայտի, այդ ցանկացած սպանություն հնարավոր է բացահայտել։ Որ ասում ես Քենեդու սպանությունը։ Այս աղ ասում է ինչ է որ բանը Քենեդու սպանությունը բացահայտվեց։ Այս սպանողին բռնեցին։ Բայց հո հասարակության մեջ մինչև հիմա տես 1963 թվականին Բայց սպանողին բռնեցին, պատվիրատու ինչ բռնեցին, այդ է խնդիրը։ Նույնն էլ մեր հոկտեմբերի 27-ն է, չէ՞, բայց քեզ ինչի է թվում, որ հիմա սպանությունը անողին բռնեցին, պատվիրատու չկար։ Քեզ ինչի է թվում։ Օրինակ, տես դու մի հատ բան ասեցիր, սպանությունը անողին բռնեցին, բայց պատվիրատուին չբռնեցին։ Ես քեզ հարց եմ տալի, ինչի է քեզ թվում, որ Վալոդիա Գրիգորյանի սպանողը հենց այտենց ինչ որ, չգիտեմ, տնից էլ անձնական վրաշխնդրությունից ելնելով ասում։ Լսի, ցանկացած մարդ, կամ հոգեկան լսի, այդ հոկտեմբերի 27-ը, որ դու ասում ես բանը, ինչ են ասում, պատվիրատուին չգտան։ Նայիրի Հունանյանն էլ հենց այնպես բան չէր։ Ինքն էլ մոտիվացիա ուներ։ Մինչև սպանությունը, մինչև հոկտեմբերի 27-ը, մի տարուց ավելի Նայիրի Հունանյանը ստեղ-ընտեղ նստեղ խոսել էր, որ պետքա մտնեմ ազգային ժողով, Վազգենին սպանեմ եւ այլն։ Ուզում եմ ասեմ, բայց մեկը հասարակության մեջ կա, բան չէ, շատ ողջամիտ կասկած, որ Նայիրի Հունանյանի հետևում եղել են այլ շահագրգիռ ուժեր, այսինքն ինքը միայնակ չի գործել։ Նույնը այս դեպքում է։ Ես քեզ նորից հարց եմ տալի, թող մեր հետևորդներն էլ իրանց նույն հարցը տան։ Հայաստանում կա մի քանի տասնյակ համայնքապետ։ Ոնց է լինում, որ այդ մի քանի տասնյակից ընդամենը 3-ն է, որ ընդդիմադիր են։ Ուրեմն ես քեզ ասեմ, Մասիսի համայնքապետը Դավիթը, Գյումրու քաղաքապետը եւ բան այդ Փարաքյալի քաղաքապետը։ Ես հարց եմ տալի, ոնց է լինում, որ ասենք 40-50 հոգուց սպանվում է, ասենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին հաղթած, Նիկոլ Փաշինյանին։ Մենք պետք է հիշենք, որ ապրիլին տեղի ունեցած ընտրությունները դա Նիկոլ Փաշինյանի անձնական խայտառակություններ։ Այդ համաձայն եմ։ Որովհետև տասնյակ հազարավոր մարդիկ, բառից բուն իմաստով, տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ եթե հաշվի առնենք ամբողջ Հայաստանի մասշտաբով, 100,000-ավոր մարդիկ ուղղակի ուրախության մեջ էին, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն ՔՊ-ն Փարաքյալում պարտվել է։ Եթե դու հիշում ես, այդ ապրիլի 15-ին էր կարծեմ ընտրությունները։ Փարաքյալում պարտվել էր, Վալոդյանն ընտրվել էր իմ բակում, այստեղ Խորենացի Մաշտոց Խաչմերուկում հրավառություն էին անում այդ կապակցությամբ։ Դե այդ եմ ասում, բայց մարդիկ տոնում էին Երևանի մեջ։ Լսի, իսկ Փարաքյալի կենտրոնական այդ հրապարակում, այդ որ Ես ինչ ցնծություն էր, Վալոդյայի ձեռի վրա թռցնում էին, հիշում ես։ Իսկ հիմա այդ թռցնողները, այդ նույն թռցնողները Վալոդիա Գրիգորյանի դագաղը իրանց ձեռքերի վրա տարան ու դրեցին հողը։ Երբ որ խոսում ենք անձնական վրեժխնդրությունից, Վալոդիա Գրիգորյանի սպանելու։ Սկսի այդ վրեժխնդրությունից թող։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ով ուներ ամենամեծ անձնական վրեժխնդրությունը Վալոդիա Գրիգորյանի նկատմամբ։ Ով։ Ես այդ հարցի հաղթելա։ Ումը որ հաղթելա Նիկոլ Փաշինյանին։ Ես եթե անկեղծ տենց բան չեմ, վստահ չեմ, որ այդ ավարկածը, որ տենց պատվը։ Արի սենց անենք, արի բաց հարց կախենք, հա։ Մարդիկ մեզ նայում են, բավականին շատ դիտումներ են լինում։ Արի պրոստը հարց տանք, թող մարդիկ որոշեն, անկեղծ կարելի է այս սպանության մեջ իշխանության պատվերը տեսնել, թե սա ուղղակի տենց դժբախտ համընկել է, հա, զուգադիպություն ասես դժբախտ։ Ես նորից եմ ընդհանրացնելով, ես 2 շաբաթ առաջ այս նույն տաղավարում ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը ումը կարողացավ նստացնելու է, ումը կարողացավ բանտարկելու է,
ումը չկարողացավ ուղղակի ֆիզիկապես բան անել։ Լավ էլի, ավ մի վախացու, դու վանգան չես, հիմա սկսես արդեն կանխատեսումներ անել։ Հիմի ասել եմ եղել է։ Դու էլ ծիծաղում էիր այդ ժամանակ, անցանք դրանից առաջ։ Հիմա հաջորդ թեման, որի մասին իմաստ ունի մեր լսանի հետ խոսել, դա Նիկոլ Փաշինյանի ելույթներ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայում։ Խայտառակագույն, նողկալիագույն մի հատ ելույթ, որը գիտես ինչ, ես ինչ ասեմ։ Սիրելի Ալիև, ինձ մի նեղացրու, մի անհանգստացրու, թող վերընտրվեմ նորմալ, վերընտրվեմ քո ուզածով սահմանադրություն փոխեմ։ Հիմի որ ամեն շաբաթ ասեցիր միջանց կա, բան չի, ճանապարհ չի դրանից ով աշահելու, ես կարող չվերընտրվեմ, քո սահմանադրությունը պրավալ տա։ Զարա, Մոտարապես ես եմ լսել, էլի, էդ էլ ես լսել, բայց դրան ավելացնեմ եւս մի բան։ Լսի, մարդ, ինչքան պետքա բան լինի, ինչ ասեմ, ճղճին, ինչքան ստորակարշ, էլի sense հայերենում այնքան լավ բառեր կան, որ գնա հասնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ամբիոն ու սկսի բան անել, քծնել։ Ուրեմն 3 անուն ա տվել, 3 մարդու բացահայտ քծնելա մի խայտառակ ձևի Թրամփին, Էրդողանին եւ Մակրոնին։ Ալիևին։ Ես Ալիևին ընդհանուր է քծնե, ընդհանուր այդ քո ասած կոնտեքստում էլի, որ թող ընտրվեմ, ախպեր ինչ եք ուզում, ձեր սաղ ասածները կանենք, բան, բայց անվանական քծնելա 3 մարդու։ Սկզբից սկսելա Թրամփից, որ այսպես։ Բայց խելացի է, Թրամփի վրա այդ քծնանքը ազդումը։ Դու հիմա կհայգնես, բայց իրականում հիմա չես նկատել եվրոպական բոլոր լիդերները այդ նույն քծնանքի տոնով են խոսում։ Թրամփին հարցնում են, ասում են քո ներկայությամբ տեղի է ունեցել քո մասնակցությամբ Փաշինյան ասում ախպեր ես այդպես բան չեմ հիշում, ինչ եք ասում, ինչ հանդիպում, ինչ Փաշինյան ես չեմ եղել, ես դե չեմ եղել, կարող է դվայնիկն ա եղել, ով ա եղել, հա, չգիտես ով, դու ասում ես այդ մարդու վրա ազդում է, այդ մարդը 80-ից մարդ է, ընկեր, ոչ Հայաստանի տեղը գիտի, ոչ է Փաշինյանի տեղը գիտի, ասում է кто этот потерпевший, откуда он пришел, չի ճանաչի, մի 100%-ով չի ճանաչի, դու ասում ես քծնանքը վրան, չէ, ինքը պրոստը ֆիզիոլոգիապես իրան լավ ազգում քծնելու, դա մարդու տեսակ է, կարող է ոչ թե լավ ազգում, այլ արդեն այն իրավիճակում է, որ այլ տարբերակ իշխանություն պահելու չունի։ Հիմա մենք բազմիցս դրա մասին խոսել ենք, չէ՞, որ Էրդողանն ու Ալիևն են իր արտաքին հովանավորները, ու ինքը նրանց նկատմամբ պիտի հատուկ վերաբերմունք ունենա։ Եթե իր իշխանությունը գալիս է Մակրոնից, Էրդողանից, Թրամփից, դու ճիշտ է այդ մարդկանց տուտուզը պաչել։ Դու շատ ճիշտ բան ես ասում։ Եթե նայենք, տենց նայենք, Նես չի էլի, որ իրան գայֆա տալիս այդ իրավիճակը, ինքը պրոստը հասկանում է, որ ուրիշ տարբերակ չունի։ Հա, բայց Սարա ջան, դա երկու բանի հակասությունն է, որ դու ասում ես իրան դուր է գալի։ Եթե իրան դա դուր չգար, ինքը ընտրություն ունի։ Ուղղակի իշխանությունը չպահելու, իշխանությունը մենք բազմիցս դա քննարկել ենք։ Այս տղեն ոչ մի պարագայում իշխանությունը չի հանձնել։ Բա եթե իշխանությունը ավելի թանկ է, քան իր արժանապատվությունը, երկրի անկախությունը, չգիտեմ, անվտանգությունը, երևի թե իր սեփական երեխեքի անվտանգությունն ու հեղինակությունը։ Մարդը կանգնեց, ասեց, «Խի է ինչ բան անում, զորք ուղարկում Արցախ», այն դեպքում եթե իր տղան էլ Արցախում ծառայել, սեփական երեխու նկատմամբ նույնիսկ պատասխանատվության զգացում չունի, ինչ ես ուզում իրանից։ Զարա, հիմա որ ամեն մի հատ sense խոսք կա, էլի, որ մարդուն ասում են, ասենք ես ծանոթներիցս մեկին ԿՊ-ական։ Մի օր տենց հարցրեցի, տենց խոսում ենք, էլի, որ դու դավաճանի հետ ես համագործակցում, որ մի մարդու, որը երկիրը տանում է կործանման բան, ու անընդհատ քծնում ես բան, տենց միջինից ցածր, նույնիսկ կարգի տենց վարչության պետ է աշխատում, էլի նախարարություններից մեկում, տենց բան չի։ Գիտես ինչ է ասում։ Օրինակ, իրանց բանը, արդարացումը որն է։ Ասում է ես հիմի քեզ թվում է թե ես դավաճանել եմ կամ անցել եմ դավաճանի կողմը, չէ, կամ դավաճանել եմ իմ սկզբունքներին կամ բան, չէ։ Ասում եմ ես չլեմ իմ տեղ ավելի անգրագետ հիմարի եմ բերելու բարի տա։ Ասում եմ ես հարմարվել եմ նոր պայմաններին։ Ես հարմարվել եմ նոր պայմաններին, ախպեր։ Բայց այդ նոր պայմանները բան է։ Հիմի հարցը նարկոմանիա է, էլի, որ դու ասես ես հարմարվել եմ, որ այսուհետ պիտի նարկոտիկների ազդեցության տակ լինեմ։
Չէ, հիմի ասում եմ, լսի ինգեր ասում եմ։ Եթե վաղը Հայաստանում ուրիշ պայման ստեղծվի։ Էլի կհարմարվի։ Ասենք օրինակ թուրքական իշխանություն լինի։ Նոր պայմանա, չէ՞։ Հիմի ասենք թե իբր անվանական հայկական իշխանությունն է, այսինքն ձևական իմաստով, բայց բովանդակության իմաստով թուրքական է, բայց ասենք բացահայտ, հիմի մի հատ թուրքի բերեն, դնեն ստեղ ասեն ախպեր, չէ, ոնց որ թե Նիկոլ Փաշինյանը այնքան էլ բան չի, էլի թուրքամեջ չի, ինչ որ ազգանունը Յանով է, բան, թող գենետիկ թուրքերն։ Հա, գենետիկ հիմի չգիտես էլ թուրքի հիմի ինչ։ Կեսա ասում են, կեսա ապացուցում են, որ հենց գենետիկորեն էլ է թուրք, այդ մարդն էլ ասում է, ես թուրք լինելուց ված չեմ զգում, ինձ չեմ էլ աման չեմ, կարող է դաժե հպարտանում է։ Չէ, ասում է հա, որ վաղը մյուս օրը թուրքը լինի, თუ հենց թուրքը լինի։ Կարող է ես ասում եմ հարմարվեմ այդ նոր պայման, ասում է, լսի, ասում եմ, բայց դա բան չի, չէ, որ բնական չի, չէ, որ մարդը այս հողի կտորի վրա հազարամյակներ այս ազգը պայքարել է, որ թուրք չդառնա։ Հիմա ինքն էլ գիտես ինչ է, ինձ ոնց է ասում։ Ասենք մենք նստել ենք այդպես, ասում եմ, լսի, ով որ հարմարվում է նոր պայմաններին, նա ապրելու եւ ապրելու շանս է ստանում։ Ով որ չի հարմարվում, նա պրոստը կյանքից դուրս է մղվում։ Ասում եմ, այսինքն դու համարում ես, որ այն մարդիկ, ովքեր պայքարող մարդիկ են, սենց նենց, դե ասում եմ, հա, մեծ հաշվով իրանք կարող է այսօր ֆիզիկապես գոյություն ունեն, բայց իրանք քանի որ փոքրամասնություն են, մենք մեծամասնություն ենք, մենք մեծամասնությամբ իրանք դուրս ենք մղելու։ Ունձի շատ այտենց համոզված բացատրում, ասում եմ, ախպեր ջան, բնության օրենքն է, ով հարմարվել է, նա բան է եղել, արա ասում եմ, այտենց չի, բնության օրենքը, ով որ պայքարել է, հաղթել է, նա է ապրել։ Ուժեղն է մնացել։ Հա, դու ասում եմ, ախպեր, դու կարող է որպես ֆիզիկապես գոյություն մնաս։ Էլի փաշ չի։ Չէ, լավ ենթադրենք, բայց որպես տեսակ կվերանաս ախպեր արա։ Լավ, ախպորպես, ցանկացած ազգի մեջ կարա լինի մի փոքր տոկոս գժերի ու տականքների։ Մենք չենք կարող ասենք, որ այդ պետական ապարատը ինչքան է դրա աշխատողների թիվը, ամբողջ իրար հետ գումարենք։ Քեզ է թվում, որ այդ հարմարվողները, այսպես ասած, նոր պայմաններին հարմարվողները, դրանք փոքրամասնություն են։ Հարցը ուրիշ բանի մեջ է, այն մարդիկ, ովքեր չեն հարմարվում, պայքարող են, դրանք կարողանում են իրանք լիդեր դառնան, թե այդ հարմարվողներն են լիդեր դառնում։ Ընդհանրապես ցանկացած ազգի մեջ պայքարող տեսակն է առաջնորդ դառնում։ Ու այդ պայքարող տեսակը 5%-ից էլ պակաս է լինում, էլի, նա չի լինում համատարած, չեն կարա ազգ լինի 75%-ը պայքարող լինի։ 5%-ը պայքարողը մնացածը լսում են այդ բանի 5%-ին։ Հիմա մենք խնդիրը ոչ թե այդ քո ընկերոջը վերացնելն է որպես երևույթ, այլ ուղղակի փոխել այդ ընկերոջ հրամանները, կարգադրությունները տվող մարմինը։ Այդ էլիտան։ Իհարկե։ Այդ իշխանությունը, այս երկրում իշխանությունը ճաշակ է թելադրում ամեն ինչի մեջ, եւ հայրենիքը սիրելու մեջ, եւ չգիտեմ, սպորտի ձևի մեջ, հիմա բոլորը հեծանիվ են քշում։ Լսի, նենց չի որ հեծանիվ քշելը վատ բան է։ Չէ, ուզում եմ ասեմ, եթե Նիկոլը, չգիտեմ, բալետով զբաղվեր, եւ բոլորը բալետով կսկսեին զբաղվել։ Նիկոլը չէր կարա բալետով զբաղվել, որովհետեւ նույնա ոնց որ ասես Նիկոլը զբաղվեր, ասենք գիտությամբ, կրթությամբ, ասենք մշակույթով չէր կարա։ Ինքը զբաղվում է մշակույթի դերասաններին խրատներ է տալիս, դրամատուրգներին քննադատում է, բանով կրթությամբ կրթել նորաձև է արշավ է անում, բոլորին կրթում է։ Դու մի թերա գնացի այդ տղան։ Ինքը բազմատաղանդ, բազմավեկտոր։ Զարա ջան, բանով մշակույթով զբաղվելը այն չի, որ այդհաս մարդու ներկայացումը հարամ անես։ Մշակույթով զբաղվել է այն կլներ, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը ինչ որ ֆիլմ, չնայած պետք էլ չի ախր որ ֆիլմ կամ թատրոն կամ չգիտեմ ինչ մենք համաձայն ենք ինքը հրաժարական նկարի գնա, ասենք չգիտեմ, նկարներ նկարի։ Ես ավելին ասեմ, ես այդ նկարը պատրաստեմ առնեմ։ Չէ, ես նկատի ունեի, որ մշակութային քաղաքականություն ինչ որ իրականացնել, բայց հիմա մտածում եմ, որ մշակութային քաղաքականությունը իրականացնում է, Արարատը ջնջում է, ցեղասպանությունը ջնջում է, մատենադարանին են անցել ոնց որ թե Գործունես։ Հա, չէ, ճիշտ։ Վատ իդեաներ մի տուր էլի, լավ է։ Ես նկատի ունեի լավ իմաստով զբաղվել, բայց դե լավ իմաստով ճիշտ ես ասում, այդ մարդը ոնց կարա ինչ որ լավ բանով զբաղվի։ Հիմա մյուս կարևոր հարցը, որը մենք էլի բան ենք, ուզում եմ այսօր որ մենք մի քիչ խոսենք դրա մասին։
Երեք Մոլդովայում ընտրություն եղավ։ Հա, մի հատ բան տամ էլի, ոնց որ sense նախաբան, հա։ Մոլդովայի ընտրությունները շատ կարևոր էին, հատկապես Ռուսաստանն էր այդտեղ մեծ մասնակցություն ունենում, փորձում էր ընդդիմությանը աջակցել, բայց այնտեղ անցավ, լավ էլ մի սկսի։ Ռուսաստանը, ես քեզ հենց հիմա լավ ասա, դու քո ասած ասա, ես քեզ կասեմ։ Մոլդովայի ընտրությունները մոտարապես նույն ֆորմատն են, ինչ որ Հայաստանում ա լինելու, բայց այնտեղ շահեց իրանց Նիկոլը։ Նայ, բոլոր սոցհարցումներով, exit poll-ով, այդ exit poll-ը երբ որ քվեատ տեղամասից դուրս մարդկանց հարցնում են, ում ընտրեցիք եւ մարդիկ պատասխանում են։ Մի մասը իհարկե ասում է, որ իմ քվեարկությունը գաղտնի էր, չեմ պատասխանում, մի մասը բացահայտ ասում է, որ ով է իմ նախընտրած տեխնացում։ Ի վերջո մարդը իրավունք ունի ասելու, թե ում է ընտրել։ Դրա ընտրության գաղտնիությունը մենակ քվեատուփի մոտ է, այսինքն քվեարկությունից ընտրության գաղտնիությունը մենակ մարդու կամքով է պայմանավորված, եթե կուզի գաղտնի կպայի, եթե չի ուզի կարա հրապարակի, ավելի ասեմ կարա դաժե նկարի գցի այդ քվեատերը։ Հա, ես ասում եմ օրինական օրենքի իմաստով մարդը բանը գաղտնիա քվեարկում միայն քվեատ տեղամասում, այսինքն չի կարա քվեատ տեղամասում բաց քվեարկություն անի, այսքան։ Նայ, բոլոր այդ հարցումներով, այդ exit poll-ներով, սոցհարցումներով իշխող կուսակցությունը Մայա Սանդուի կուսակցությունը որևէ շանս չուներ հաղթելու 28-30-32% էին 40 քանիս են հավաքել 49-85 101 տեղանոց խորհրդարանում 101 հետաքրքիր է, չէ՞, մեր խորհրդարանն էլ է 101 ես ասեմ, որ դա պատահական չի, էլի, այդ բոլոր սահմանադրությունները բաները նույն տեղում են գրվում, սիրելի, կամ գրվում կամ խմբագրվում, նույն եվրոպական այդ կառույցներում 53 մի խոսքով մեծամասնությունը միայնակ, ինչի համար եմ ես սա ասում, երբ որ մարդիկ ասում են, որ իշխանությանը հնարավոր է հաղթել ընտրություններով, թող վերցնեն նայեն Մոլդովայի ընտրությունների օրինակը։ Շատ դաժան քարոզարշավ են արել։ Բոլոր ընդդիմադիրներին պրոռուսական բանի, անչա սովետ մտնելու պատրաստ, բան մեր մոտ ոնց են ասում, ծայրագավառ դառնալու բանով մեղադրանքով են փչացրել, մաքսիմալ եվրոպական աջակցություն է ստացել Մայա Սանդուն ու իր կուսակցությունը, ենթադրում եմ նաև դրամական աջակցություններ արևմուտքը տվել, որ այդ իրական Մոլդովան ավելի աղքատ երկիր է, քան մենք։ Այսինքն շատ քիչ փողով կարելի է այդ երկիրը առնել։ Նայ, ուրեմն ընդդիմությունը, ընդդեղի ընդդիմությունը։ Մի հատ էլ բան կա, իրանց դրսում ապրող բանը էլեկտորատը իրավունք ունի քվեարկելու։ Ու ոնց որ թե քվեարկության վճռորոշ դեր ունեցել հենց այդ դրսի էլեկտորատը։ Որովհետև Մայա Սանդուն երկրի ներսում ստացել է 44%, այսինքն եթե այդ դրսի քվեարկությունները չլներ, ինքը մեծամասնություն չէր ստանա։ Չէ, բայց դու դա խայտարակությունը հասկանում ես, մարդիկ ովքեր երկրում չեն ապրում, այդ Մայա Սանդուի ընդունած որոշումներին, վարած քաղաքականությունը իրանց կյանքի հյուրավորությունը անդրադարձ չի ունենալու, որոշում են իրանց հայրենիքում մնացած այն տանջվողները ինչ իշխանության ներքո ապրեն։ Զարա, ուրիշ բանի մասին եմ ես ասում։ Տես, չգիտեմ, երևի դու կադրերը չես նայել, ուրեմն արտասահմանյան այդ ընտրատեղամասերում եվրոպացիները, այսպես կոչված չակերտավոր ժողովրդավարության պաշտպան եվրոպական երկրներում, ուրեմն կամերան գնում են մարդիկ, կամերայով, հեռախոսով կամ կամերայով, ընտրատեղամասի դիմաց հերթ է կանգնած, ընտրողների հերթ է կանգնած։ Ասում են, բայց դուք նոր այն մյուս ընտրատեղամասում ընտրել եք։ Ու սրանք, սենց երևում է, մի 20 հոգի սկսում են վազել։ Փախնել էլի, կամերայից փախնել, որ ցույց։ Այսինքն դաժե երկրի ներսում չեն արել այդ կարուսել կոչվածը, դրսում են արել։ Որտեվ դրսում ավելի հեշտ է, դրսում վերահսկելը անհնար է։ Պատկերացրի, չէ՞ ինչի համար է անհնար, որովհետև ընդդիմությունը այդքան ռեսուրս չունի, որ ամեն դեսպանատանը մարդ հա, ամեն դեսպանատան չէ, մենակ դեսպանատներում չի։ Երկրները 300 քանի տեղամաս են բացած եղել Եվրոպայում։ Պարզա չէ, Եվրոպան 27 երկիր է, 301 տեղամաս են, 27 երկրում չէր կարա, մենակ դեսպանատներում, հա, 27 երկրում 27 դեսպանատուն կա, այսինքն միջին հաշվով 12-13 ամեն երկրում 12-10, բայց ես ուրիշ բան եմ ուզում նաև ավելացնեմ, երկու կարևոր բան, ուրեմն Մայա Սանդուն և իշխանությունը,
ընտրությունների նախորդ օրը մի քանի կուսակցության զրկեցին ընտրության մասնակցելու իրավունքից։ Հենց նախորդ օրը, այսինքն գրանցված արդեն այո, քվեաթերթիկում գրված կուսակցությունների արգելեցին։ Շատ ժողովրդավար աղջիկ։ 28-ին ընտրություններն էր, 27-ին այդ լռության օրը երկու կուսակցություն զրկվեցին։ Դրանից Հետո Լուկաշենկոին են բան ասում են բռնապետա։ Սրանք էս բանի Եվրոպամետները անհամեմատ ավելի մեծ բռնապետներ են։ Իհարկե ավելի մեծ բռնապետներ են, բայց ոչ մեկ դրա մասին իրավունք չունի խոսել, որովհետև նրանք վայելում են ժողովրդավարական Եվրոպայի աջակցությունը։ Եվ ուզում եմ ասեմ, որ տես, կարա նույն բանը Հայաստանում կրկնվի։ Հիմա Մարսելո է Մայասյանը։ Իհարկե, արդեն Մարսելա։ Այսինքն բողոքի ակցիաներ չէ։ Դաժե Լուկաշենկոյի նման բռնապետը, որը վախենալու անկեղծ ասենք էլի, որ Մայա Սանդուին տեսնեք, մի 40 կիլոանոց աղջիկ է, էլի, ինչու միջև 40, չէ՞, ջահել է լավ։ Չէ, 50-ին, 50-ին։ Զարա քեզ որ նայն չեն ասի, որ դու 40 ես, էլի։ Չէ, բայց դա շատ նուրբ մինիատյուրնի աղջիկ է, ասենք որ իրան դնես Լուկաշենկոյի կողքը, հաստատ Լուկաշենկո շատ ավելի վախենալու է 2 մետրանոց, բան ջղան ջաջա։ Այսինքն Լուկաշենկոն չկարեցավ ընտրություններից հետո գեր ճիքեր իրան պահանջվեցին այդ բողոքի ակցիաները մարելու համար, Մայա Սանդուի երկում անգամ էլ չի լինելու։ Մի հատ էլ կարևոր բան ասեմ, շատերը տես դու էլ նույնիսկ քո մոտ, որ այդքան փորձ ունես, չէ, քաղաքական բան։ Այ մակ ասես Լուկաշենկոն բռնապետ։ Չէ, ուրիշ բանի համար եմ ասում։ Չէ, տես նույնիսկ քո մոտ տպավորություն են ստեղծել քարոզչական, որ Ռուսաստանը աջակցում էր ընդդիմադիր ուժերին։ Ընդդիմությունը ինքն էլ էր մտածում, որ Ռուսաստանը իրան աջակցում է։ Բայց հիմա այդ ինչի եմ ասում, որ դու միշտ հարցնում ես, ասում ես, օրինակ, ինչի Ռուսաստանը Հայաստանում չի աջակցում ընդդիմադիր ուժերին։ Մի հատ ցնցող բան քեզ ասեմ, թե ոնց Ռուսաստանը ընտրություններից 2 օր առաջ աջակցեց Մայա Սանդուին։ Հիմա քեզ ասեմ, օրինակ Մայա Սանդուի հասկացել են, որ ընդդիմությունը չի անցնելու, որոշել են պարտվողի վրա բան խաղադրույց չդնեն։ Լսի, բայց քո գործընկերներին փչացնելը կամ իրանց վնասելը դա բան չի։ Նայ, Մայա Սանդուի կուսակցությունը քարոզում էր խաղաղություն։ Ասում էր, եթե մենք պարտվենք, իսկում է իրանք կռվում։ Լսի, հիմա բացատրեմ։ Ասում են, եթե մենք պարտվենք եւ հաղթեն պրոռուսական ուժերը, Ռուսաստանը ստեղ զորք է բերելու մցնի, եւ այդ զորքը հարձակվելու է Մոլդովայի տարածքից Ուկրաինայի վրա, հնարամիտ կնի կալասի։ Ահա։ Ես ասում եմ, միակ գարանտիան խաղաղության ես եմ, որ չեմ թողնի զորքը մցնի։ Իհարկե, քանի որ մենք Եվրոպամետ կուսակցություն ենք, մենք չենք թողի, որ Ռուսաստանը Մոլդովան ներքաշի պատերազմի մեջ։ Զերո հիմքով դրելա խաղաղության պլատֆորմա սարքել։ Այս տղեն անհամեմատ ավելի շատ հիմքեր ունի։ Ուզում եմ ասեմ, այդ խաղաղության այդ տուֆտա բանը ունիվերսալ թեզ է, որտեղ կպցնում ես նստում։ Այդ քո սիրած Լուկաշենկոն ինքն էլ էր գիտես, չէ, խաղաղության թեզով հաղթել։ Լուկաշենկոն էլ ասում էր, եթե արևմտյան ուժերը գան հաղթեն ստեղ, Ռուսաստանի դեմ պատերազմ են հայտարարելու, որ երկրորդ ճակատ բացեն Ռուսաստանի դեմ։ Հիմա գանք հասնենք Ռուսաստանին։ Ինչ արեցին Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ Հա, ոնց են բանարել, աջակցել Մայա Սանդուին է ասա։ Գիտես ինչ ասեց։ Մի հատ sense մարդ կա, Սերգեյ Նարիշկին։ Այո։ Կոչվում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Սրա հիմնարկը ընտրություններից 2 օր առաջ հայտարարություն տարածեց, ասեց մենք տեղեկություն ունենք, որ եթե պրոռուսական ուժերը, պրոռուսական չասեց, ընդդիմությունը հաղթի, լսի։ Եվրոպական երկրները զորք են մտցնելու եւ օկուպացնելու են Մոլդովան։ Իբր արել են, որ իրանց օգտին լինի, որ ահպե, բայց մարդ այդքան էշ չի կարալ լինի, չէ՞ որ լսի ասեցին, զորք են բերեք ուտակել Ռումինիան, Մոլդովան Ռումինիայի ու Ուկրաինայի մեջ գտնվող, ասես պարփակված երկու կողմից պարփակված, ասում է եվրոպական երկրները արդեն Ռումինիայում զորք են կուտակել սահմանի վրա, որ Կարողա Նարիշկինն էլ ագենտ արևմուտքի։ Դե տես որ հաշվես, կարող է սա մտածես Նարիշկինը ագենտ է, չգիտեմ էլի, եթե Ռուսաստանի մտածենք այդ կանխավարկածով առաջնորդում են, որ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը արևմուտքի ագենտ է, էլի ինչի մասին խոսանք։
Ես ասեմ ինչի մասին խոսանք, վազն անցնենք արտաքին աջակցության սպասումներից։ Հերիքա ամբողջ ընդդիմությունով նստած նայում են հասկանան ունքը որ բարձրացրեց Թրամփը դա աջակցեց Նիկոլին թե չաջակցեց Էրդողանը որ սենց արեց դա աջակցեց թե չաջակցեց հիմա որ Պուտինը սենց բարևեց այդ աջակցելու անդիմությանը թե աջակցելու է Նիկոլին կարանք մենք մեր երկրում որոշենք ով է լինելու մեր իշխանություն մենք այդ շանսը ունենք պատմական այս պահին թե չէ Զարա ջան ես ուրիշ բան ասեմ երբ որ ես Տենց տեսական ունեն հիմի որ այդ հարցի տենց պատասխանեմ, սենց պաթետիկ կարող եմ ասել։ Չէ, պաթետիկի հարցը չի։ Այո, մենք պետք է մեր ձեռքը վերցնենք։ Չէ, գործնական մենք այդ շանսը ունենք։ Ոչ։ Լսի, մենք այդ շանսը գիտես ոնց չունենք։ Հիմա ես քեզ ասեմ։ Որտեւ առաջնորդները մի բանի պետք չեն։ Լսի, միշտ ես ասել եմ, միշտ մեր հաղորդումների ժամանակ ասում եմ, Հայաստանը գաղութային լծի տակ գտնվող պետություն է։ Հայաստանը արևմտյան գաղութ է, ոչ թե արևմտյան էլ չի, թուրքական է։ Մի քիչ լսի դա նույն բանն է, վերջը հիմի Թուրքիա արևմուտք էդ էլ է արհեստական բաժանում, երբ որ մարդի Թուրքիան արևմտյան աշխարհի մի մասն է։ Չէ, գիտես ինչ, մի բան է լինել Ֆրանսիայի գաղութը, մի բան է լինել Էրդողանի գաղութը։ Ինչ տարբերություն։ Մեծ տարբերություն։ Լսի, շատ ոչ մի տարբերություն։ Մեծ տարբերություն է դա։ Սխալվում ես։ Երբ որ դու ուսումնասիրես ֆրանսիական գաղութների վիճակը, օրինակ Վիետնամը, բանը Ֆրանսիան մեծ ցեղասպանության չի ենթարկել։ Այդ տարբերությունն է թե չէ։ Որտեղ գաղութը չենք եղել, թե Վիետնամն է եղել, թե բանի Ֆրանսիայի գաղութ, Վիետնամում են ֆրանսիացիները Վիետնամում են ցեղասպանություն արել։ Ալժիրն է եղել Ֆրանսիայի գաղութ, Ալժիրում են արել։ Հայաստանն էլ ներ բանի գաղութ, Ֆրանսիայի գաղութ, այստեղ ցեղասպանություն կանեին։ Խիդու մտածում ես ի՞նչ է, ֆրանսիացիները այդքան հայասեր են, դու մի բան իմացի, որ Ֆրանսիան ստեղ շահ չի ունեցել այդ ցեղասպանությունն անելու, որտեղ գաղութային կախվածություն ունեցել, լսի ֆրանսիական գաղութները հիմա որ նայես, տենաս ինչ ստրկություն է, ինչ խայտարակ ստրկություն է այդ երկրներում, ոնց են այդ երկրների ժողովուրդները ստրուկի այդ աֆրիկյան մայրցամաքում է մնացել։ Մենք շանս ունենք այդ գաղութային իրավիճակից դուրս գալու։ Լսի, ես հենց այդ եմ ասում, եթե մեր երկրում ըլնի մարդիկ առաջնորդներ, որոնք ոչ թե կասեն բերեք ընտրություններում հաղթեն կամ չհաղթեն, այլ հայտարարեն, որ Հայաստանը պետք է ազատել արևմտյան գաղութային կախվածությունից, շանս ունենք։ Կուբայում Ֆիդել Կաստրոն հակադարձումը ռուսական գաղութային կախվածությունն է, թե անկախությունն իշխանությունն է, Նիկոլի սիրած թեզերն եմ ասում։ Լսի, իրականում պետք է փոխարինենք մեկը մյուսով, թե կարա լինի նեյտրալ տարբերակ։ Կարա նեյտրալ տարբերակ լինի։ Հիմա ես մի բան ասեմ, միշտ գաղութային լծից ազատագրվող երկրները ինչ որ մեկի վրա հենվում են, ինչ որ աջակցության, գոնե փողի առումով, զենքի առումով, չգիտեմ։ Ինչ որ առումով, հա։ Հիմա ես քեզ էլի եմ ասում, հիմա Կուբան ազատագրվեց ամերիկյան գաղութային լծից։ Տես, մարդիկ ինչ են ասում։ Ասում են Կուբան ազատագրվեց գաղութային լծից, բայց Կուբան հետամնաց տնտեսապես, տեխնոլոգիապես հետամնաց երկիր է։ Չէ, որտեղ Ամերիկան փակել է, շրջափակել է։ Հիմա ես մի հատ հարց կա։ Մենք ուզում ենք լավ ապրենք, բայց արժանապատիվ ապրենք, ուզում ենք լավ ապրենք, բայց որպես գաղութ ապրենք, ենթադրենք, էլի, ասենք ստրուկի նման էլ լավ։ Այդ հարցադրումը մի դիր։ Չի կարելի, որովհետև գաղութի ֆունկցիան է դա, որ ինքը փողը աշխատի, ուղարկի մետրոպոլիա։ Գաղութի ֆունկցիան այն չի, որ ինքը լավ ապրի։ Ոչ մի գաղութ աշխարհում լավ չի ապրում։ Իհարկե։ Եվ նվաստացումն ենք ստանալու, եւ վատ ապրելն ենք ստանալու, եւ անվտանգության բացակայություն ենք ստանալու։ Ես էլ ասում եմ, օրինակ, Վիետնամը կռվեց մոտավորապես դաժան պատերազմ։ Շատ դաժան պատերազմ։ Աֆրիկայի դեմ է կռվել ճոգում ես։ Լսի, սկզբից կռվում էր Ֆրանսիայի դեմ, հետո 54 թե 55 թվին, երբ որ ֆրանսիացիները տեսան, որ Վիետնամին չեն կարողանում հաղթեն, ֆրանսիական զորքը դուրս եկավ, սկսեցին ամերիկացիները կռվել վիետնամցիների դեմ, Վիետկոնգի դեմ։ Ինչ բան ազգա, գնանք դասընթացների մոտները։ Լսի, ու հիմա Վիետնամը հարավ-արևելյան Ասիայի ամենաարագ զարգացող երկրներից է։ Ես հենց այդ եմ ասում, որ աշխարհում այն ժողովուրդները, որոնք պատրաստ են եղել թոթափել գաղութային լուծը, շանս են ունեցել։ Կուբայի օրինակը մի քիչ վատ օրինակ է, որովհետև Կուբան ինքը կղզի է, շրջապատված ամերիկյան բաներով, տարածքներով, էլի։
ու ամերիկացիները ասենց ամեն կերպ այնց են անում, որ ցույց տան մյուս լատինական Հետո Ամերիկա։ Կուբան все-таки կոմունիզմը, բան այդ ֆորմատը։ Քեզ ա Վիետնամում էլ են կոմունիստների իշխանության։ Հենց հիմա Վիետնամում կոմունիստների Կարող է իշխանության է։ բանն ավելի մեղմ կոմունիստներ են, էլի։ Մեր Գյումրու քաղաքապետի պես կոմունիստներ են։ Լիբերալ կոմունիստներ են։ Հա, իրականում, հա, լիբերալ կոմունիստներ են։ Հա, լիբերալ կոմունիստներ են։ Ես էլի եմ ասում, մենք զարգացման շանս կունենանք այն ժամանակ, երբ որ կազատագրվենք գաղութային լծից։ Գյումրին խոսեցինք, հիշեցի, Գյումրում ուրեմն Գյումրու տոնն է, ոնց որ ամսի 4-ին մեր ձևով այն շարժումը ու տաշիր հիմնադրամը առաջարկել է, ասել եկեք վճարենք այդ բանի միջոցառման օրը մենք կազմակերպենք ծախսերը մեր վրա ու ավելի մեծ ծախսեր, ավելի մեծ միջոցառում, քան քաղաքը կարար իրան թույլ տար։ Այս ԿՊ-ի պատգամավորները, մի փրփուրները բերաններին ապացուցում են, որ Ռուսաստան փող աշխատած մարդը չպետք է գա Գյումրիում տոն կազմակերպի, չպետք է։ Իրենք արդեն քարոզաչովի մեջ են, Այսօր էլ պատիվ ունեմ նշանն են դրել, այդ բանի աստղը, չէ։ Ասում են, սա սովետական աստղն է, ուզում են իրենք սովետ վերադառնան, դրա համար են այս աստղը որպես բան լոգո ընտրել։ Այդ ընդհանրապես Հայաստանի երկինքը փակ է նախ, որովհետև մարդիկ որ վերև են նայում աստղ են տեսնում։ Մենակ այդ չի, հայկական դրոշի մեջ են կարմիր կտորը կա։ Չէ, բայց միացած պուճուր տեղ, որտեղ որ լուսինն է, կիսա լուսինն է, այդ մատաս թողն է։ Հա, որովհետև այդ հանգարտ թուրքերը կարող են նեղանան, ասեն ախպեր, չհասկացան։ Այս կարող է մեր խորհրդանիշի դեմ եք պայքարում։ Չէ, բայց ասում ես մարդը գա փողը տա, ասի ուզում եմ տոնը կազմակերպեմ, դու ասես պետք չի որ Ռուսաստանում աշխատած փողերը բերի մեր տոնը կազմակերպի։ Դե եթե այդ նույն տաշիր հիմնադրամը, ասենք Նիկոլ Փաշինյանի իրականոչ հիմնադրամին փող տար։ Չէ, իրաց տունը վերանորոգեր։ Օրինակ, այդքան մեղադրում են, չէ, որ մաշտաճարն է վերանորոգել եւ այլն, իրաց տունը վերանորոգել դեմ էին ելնելու։ Այդքան ասում են, որ նախագահականի, այսօրվա նախագահականի այդ հետևի այդ մեծ շենքը, դա թող տնեն քանդեն։ Նիկոլ Փաշինյանի Մենակ այդ չի, բանի առանց ամառան, բանի կառավարական ամառանոցները տաշիր հիմնադրամը մինչև 18 թիվ ամբողջությամբ վերանորոգել է այդ գումարներով։ Վախի չի հրաժարվում, թող դուրս գա, այդքան հպարտ տղա է, թող դուրս գա, ասի ես տաշիրի վերանորոգած շենքերում չեմ մնում։ Ոչ միայն դուրս գա, քանդի, դե ոնց է։ Մենակ դուրս գալով չի, այդ հետքը պետքա վերացվի։ Բան անեցքը։ Ինչ ասել, ասել է հազարամյա անեցքն եմ բացել, հայ։ Չեմ լսել։ Նիկոլ Փաշինյան նման հայտարարություն արել անցած։ Տարբեր դժություններ եմ լսել իրանից, այդ հազարամյա անեցքը չէի լսել։ Լսի, Մոսկվայում մի հատ գժոտ ընկեր ունի, ինքը մտածում էր, որ բոլոր հայերը թուղթուգիր անող են ու մերթ ինձ խնդրում էր, ասում էր, կարաս թուղթուգիր անես, այն աղջիկը ինձ սիրահարվի։ Հիմա Նիկոլին նա բարձում է, բոլորը թուղթուգիր անող են։ Հա, թուղթուգիր անելը շատ տարածված է, հատկապես իշխանության եւ իշխանամերձ շրջանակների մոտ։ Հա, եթե դու գնաս թուղթուգիր անողներին հարցնես, ուրեմն քեզ հաստատ կասեն, որ իրանց այցելուների 80%-ը իշխանության եւ իշխանամերձ այդ Ես դրա բացատրությունն ունեմ, որովհետեւ իրանց վերադասները անկախատեսել են, մենակ բանը քարտը կարա ասի, էլի կարտան կարա ասի, Նիկոլը վաղը ինչ անելու։ Եվ թուղթուգիրի միջոցով կարելի է ուղղորդել։ Անեցք դնել վրան չանի։ Այս ուրախ նոտայի վրա առաջարկում եմ այսօր ավարտենք, ուզում եմ նորից հիշեցնել, որ պետք է մեծ բաժանորդագրվել, եթե դուք դա չեք արել, կարող եք մեկնաբանություններ գրել, օրինակ ձեր թուղթուգիրի տարբերակները Նիկոլի վրա, ասա, հետաքրքիր կլինի, ինչ թուղթուգիր կարելի է անել, մի ձև ազատվել, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, ասա։ Դե որ մեր միակ հույսը մնացել է թուղթուգիրը, այդ արդեն շատ վատ է։ Դե լավ, իմ քո հույսն է մնացել, ամբողջ երկրին է չի։ Մեզ հետաքրքիր է ուղղակի։ Ցանկացած տարբերակով պետքա պայքարել։ Այո, անգամ թուղթուգրով։ Ես համաձայն եմ։ Այսօր այսքանը հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգապարտության ասպարեզի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։